Ճանաչես, անենց խոսակը հուզվեց։ Ասես Սուրբը ով է։ Սուրբը։ Հենց այս վերնագիրն է ստացել սեպտեմբերի 28-ի մեր հաղորդումը, քանի որ մեր եթերի հերոսները 30 տարի շարունակ ձևացել են սուրբ և թալանել են հայոց բանակը։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին նվիրված ծավալուն անդրադարձ։ Տոնոյան Դավիթիկին հիշում եք, Սերժիկի կադրը ինչ հայտարարեց։ Ինչպես են ստացել գեներալի կոչումները։ Ով քնից հելնում էր Սերժին 2 կոպեկ փող էր տալի, կամ Ռիտային էր զանգում, դառնում էր գեներալ։ Սրանց ինչ ասես։ Ինչ է արել Սերյան Օհանյանը բանակի համար, եւ ինչ պայմաններում են ծառայել հայ զինվորները։ Սերյան Օհանյանը դա բոլորս գիտենք, որ հայտնի պատկաբլուշնիկ է։ Բա պետքա զինվորը օծի միս ուտի, որ ռուզիկը Սերյանի կնիկը վարի թաղամասում կայֆավատ լինի։ Էնյուսի կնիկը բանում Մոնակոյում հանգստանա։ Ինչով է զբաղված եղել Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կռվի ժամանակ ստե գազի զապրովկա էին առնում Հայաստանում։ Ինչ է, հիմա ուր է Արայիկ Հարությունյանը։ Մովսես Հակոբյանը նույն ինքը Մոսին ինչպես է կառավարել պաշտպանական բանակը եւ ինչ հարստություններ ուներ Արցախում։ Մովսես Հակոբյանը ինչին անդառնանք այդ թզուկի sense մեր մեջ ասած էլի։ Նա ինչ-որ փուրա դե կոմերսանտ ասա, բիզնեսով զբաղվե։ Ինչ կապ կար մարտի 1-ի քիլլերի եւ Արցախի իշխանությունների միջև։ Ջութակով ձազան եկավ մտավ բանում շենք։ Այդ մարտի 1-ին այդ ջութակով այդ ով էր։ Ինչպես է կռվել 44-օրյա պատերազմի ժամանակ դաշնակցական վերնախավը։ Սրանցի հայը կռիվ չեն արել ու մնաց ինչ-որ պատերազմի մասնակցին։ Ամեն օր մոմ են վարում, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Անդրադարձ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը։ Դու որ նամուս թասիբ ունենայր, ասետոն խմեիր կմեռնեիր։ Հայերի միության նախագահ Արա Աբրամյանը եւ օգնական ինչով են զբաղված Ռուսաստանի Դաշնությունում։ Կոչ կանեն, որ այդ հայերի միությունը փոխեն դնեն թուրքերի միություն, որտեղ նրանք լրիվ այլ բաներով են դեռ զբաղված։ Ինչ կապ ունի քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի հանրությանը առավել հայտնի երրորդ մասցի Լյովիկ Մականունով անձի սպանությունը Սերժ Սարգսյանի հետ։ Թող չմոռանան, թե ինչպիսի սպանություններ են եղել Սերժիկ Սարգսյանի տարիներին եւ ամենահայտնի դեպքը դուք կհիշեք տարիներ առաջ երրորդ մասցի Լյովիկի եւ ընկերների սպանությունը։ Այս եթերին նաեւ մանրամասներ կհայտնենք Փարաքարի համայնքապետի սպանությունից։ Սպանությունը տեղի ունեցել տնային կալանք են տալի։ Երբ է պատրաստվում քաղաքագետ Արամ Ավետիսյանը ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող օլիգարխների հարստությունները։ Ինչ 2 միլիոն, 200 միլիոնից խոսացեք։ Կգնանք կնկարահանենք, արդեն ինֆորմացիան ստացել ենք, մենք գործուղման մեջ ենք լինելու, գնալու ենք նկարահանել ենք եւ կգանք մեր հայրենակիցներին կներկայացնենք, թե սրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս ինչեր ունեն։ Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր, սեպտեմբերի 28-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։